Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն անձամբ է երաշխավորում, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը գաղափար ունի իր իսկ աշխատանքից, բայց ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկումներից խուսափում է այլ պատճառով։ Պաշտոնապես հրավիրված է առաջին տեղակալը։ Լրագրողներին հետաքրքրում է նաև թե ինչու Կամո Արեյանը երբևէ չի փոխարինվում այլ կադրով։ Ես նարցիս հիվանդությամբ չեմ տառապում։ Ինքնասիրահարված չեմ եւ անփոխարինության ախտով չեմ տառապում։ Միշտ մտածել եմ ու մտածում եմ եւ աշխատում եմ, որ պիտի գա ինձնից ավելի կատարյալը ու պիտի գա նա հաստատ։ Իր աշխատանքը պարոն Արեյանը համարում է ստեղծագործական, նույնիսկ քաղաքի խնդիրների եւ դրանց լուծման մասին խոսում է ասմունքով։ Աղբահանություններ այդպես ծառացած, ի վերջո լուծվեց, ջրամատակարարումներ շատ խիստ ու սրված լուծվեց։ Տրանսպորտի վատ վիճակը մի քիչ այլ է, այստեղ պարոն Արեյանն ասմունքելու տրամադրություն չունի, բայց լուծումներ գտնելու վճռականություն կա։ Տրանսպորտը այդպես մի անհատական ստեղծագործություն չի, որ այս կամ մարդուն վստահեն։ Լրագրողները հիշեցին, որ պարոն Արեյանը խոստացել էր տրանսպորտի վարչության պետից վերցնել ծառայողական մեքենան, որ նա մտնի հասարակական տրանսպորտ։ Ես տենց գալակ չեմ խոստացել։ Կնստի, կիչնի, իր չինովնիկի իրավունքն է։ Ինքը փոխքաղաքապետը առաջիկայում չի պատրաստվում նստել հասարակական տրանսպորտ, սակայն պատրաստ է մտնել դրանով երթևեկող քաղաքացու դրության մեջ։ Իմ միտքը ստեղծագործաբար է աշխատում եւ աշխատելու է։ Չեմ դադարել ստեղծագործելուց։ Որքան էլ լրագրողները զավեշտի վերածեն մայրաքաղաքի տրանսպորտի խնդիրը մոտ 2 տասնամյակ լուծելու քաղաքապետարանի ջանքերը, Կամո Արեյանը տրամադրված է վճռականորեն։